Աչքերը թարախոտվել են։ Ինչ անել։ Հաճախ նորածինների մայրերը նկատում են, որ մանուկների աչքերից մշտապես արցունք է հոսում, կամ աչքերից կան կայուն արտազատումներ։ Սովորաբար սա կապված է ծննդյան ժամանակ եղած արցունքատարի բնածին անանցանելիության հետ, որը կոչվում է դակրիոստենոզ։ Նորմալ պայմաններում արցունքը արցունքատարով հոսում է դեպի քիթ։ Այս վիճակում խողովակը ամբողջությամբ բաց չէ և համապատասխանաբար առաջանում է կայուն արցունքահոսություն։ Ծնողները նաև բողոքում են քնելուց հետո թավթիչների և կոպերի վրա մեծ քանակությամբ կեղևների առաջացման և սպիտակադեղին արտազատումների մասին։ Այս դեպքում աչքը չպետք է ամբողջությամբ կարմիր լինի, կարող է լինել միայն փոքր կարմրություն ստորին կոպի հատվածում, պարբերաբար շփվելու պատճառով։ Նորածնության շրջանում դակրիոստենոզը կարող է նաև ընդհանրապես չարտահայտվել, քանի որ երեխաները սկսում են արտասվել արցունքներով մի փոքր ավելի ուշ։ Ինչ պետք է իմանան ծնողները։ 90% դեպքերում արցունքատարի առաջնային խցանումը ինքնուրույն կանցնի 6-7 ամսականում։ Մնացած ստենոզների 2/3-ը կլուծվի մինչև 1 տարեկանը։ 1 տարեկանից հետո արդեն հազիվ թե։ Եթե ախտանիշները շատ չեն անհանգստացնում երեխային, կարելի է պարզապես սպասել, մինչև ինքնուրույն անցնի։ Բուժման արդյունավետ ոչ վիրաբուժական մեթոդը նաև արցունքատարի մերսումը։ Այն կատարվում է աչքի անկյունին, քթի հատվածում, չափավոր ճնշում գործադրելով։ Մի քանի վայրկյան, օրական մի քանի անգամ, մինչև գանգատները անհետանան։ Բայց ինչ անել, եթե ախտանիշները շատ արտահայտված են կամ մշտապես միանում է վարակ։ Կա բուժման վիրաբուժական մեթոդ՝ արցունքատարի զոնդավորում։ Այն կիրառվում է մշտական ախտանիշների դեպքում կամ եթե 6-12 ամսվա ընթացքում ինքնուրույն չի անցնում։ Կատարում է ակնաբույժը, տևում է բառացիորեն 2-3 րոպե, և երբեմն առաջին փորձը կարող է հաջող չլինել ու անհրաժեշտ լինել կրկնակի զոնդավորում։ Որ տարիքից է ավելի լավ սկսել վիրաբուժական բուժումը։ Սա վիճելի հարց է, որովհետև 6-ից 10 ամսականում պրոցեդուրան կատարվում է արագ և միշտ չէ, որ պահանջում է ընդհանուր անզգայացում։ Մյուս կողմից, շատերի մոտ մինչև 1 տարեկանը ամեն ինչ ինքն իրեն կանցնի։ Այսինքն, ինչու է մեզ պետք ավելորդ միջամտություն։ Միևնույն ժամանակ, 1 տարեկանից հետո վիրահատությունը կատարվում է անզգայացման։ Յուրաքանչյուր դեպքում որոշումը կայացնում է ակնաբույժը, հաշվի առնելով ծնողների ցանկությունները։ Առանձին թարախային արտազատումների մասին։ Կանաչ թարախային արտազատումները, երբ վարակման այլ նշաններ չկան, ցույց են տալիս, որ արցունքատար խողովակում հեղուկը կանգ է առել, և այդ հեղուկի մեջ պարբերաբար միկրոօրգանիզմներ են հայտնվում ու բազմապատկվում։ Այս չափազանցված բակտերիալ աճը վերահսկելու համար կարող են օգնել դեղային հակաբիոտիկները, աչքի կաթիլների բեսկում։ Սովորաբար դրանք նշանակվում են կարճ ժամանակով և միայն այն դեպքում, երբ արտազատումները շատ են և պահպանվում են օրվա ընթացքում։